Ազգեր Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտել է պետություն եկեղեցի հարաբերությունների վատառողջ վիճակը, հոգևորականների ու աշխարհականների ձերբակալությունները, ինչպես նաև ազգային արժեքների խախտումն ու ապազգային մթնոլորտի ստեղծումը։ Նա կոչ է արել երկխոսության միջոցով երկիրը հեռու պահել ինքնաքանդման վտանգից։ Հայ եկեղեցի եւ պետություն հարաբերության ներկա վիճակը վնասաբեր է ու անընդունելի մեր հայրենիքի ու ժողովրդի համար։ Ձերբակալություններով, զրպարտություններով հնարավոր չէ ներկա կացությունը շրջանցել, երբ հազարավոր երիտասարդ հայրենիների արյունն է հոսել, Արցախը գրաված է, միթե հնարավոր չէ նույն ազգին ու երկրին պատկանող կողմերի միջև, եկեղեցի ու պետության միջև երկխոսություն ստեղծվի։ Ի խնդիր Հայաստանի ու մեր ազգի գերագույն արժեքների, ուր պիտի հասնի Հայաստանը այս ընթացքով, դեպի ինքնաքանդում, թույլ պետք չէ տալ, ասել է վեհափար հայրապետը։ անոնք մեկ ամբողջություն են։ Այս հայտարարությունից ժամեր առաջ Երևանում Արամ Առաջին կաթողիկոսի անունից Հայաստանի վարչապետի հետ հանդիպում էր ունեցել Շահան arczepiskopos Սարգսյանը։ Նա Նիկոլ Փաշինյանին հայտնել է Արամ Առաջինի մտահոգությունները եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ ինքը խոսել է Արամ Առաջինի հետ ու վեհափարի մտադրությունը Փաշինյանի հետ բանակցելն է, որպեսզի լուծվի հայ եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։ Նարեկ Կարապետյանի խոսքով Երևանում տեղի ունեցած հանդիպումը պետք չէ ուրիշ ձևով ընկալել, քանի որ Արամ Առաջինը պարզապես ցանկանում է ազատել եկեղեցին նոր հարձակումներից։